Պարոն Իսրայելյան, հստակեցնենք ևս վերնաստանցել պահանջները, ասում եք սպասելու ժամանակ չունեք, որպես այդպեսին, ինչ անել։ Ուրեմն հաշվի առնելով վերջի ամսի 29-ին, ապրիլի 29-ին բազմահազարանոց միտինգի ժամանակ մենք դուրս ենք եկել հանրության առաջ խոստումներ տալով, որ այս գործողությունն, այս հարցերի շուրջ մենք պահանջատեր ենք ներկա իշխանությունը պատասխանատու։ Այդ ընթացքում բոլորը տեղյակ եք, մի ամիս ուրեմն այդ վրանը տեղադրված է եղել, այդ մի ամսվա ընթացքում կառավարության կողմից եղել է արձագանքներ, որ պատրաստ են քննարկելու բոլոր այդ հարցերը, բոլոր այդ պահանջների շուրջ, սկզբնական շրջանում, ոնց որ հիշում եք, կառավարության կողմից եղել է sense մի հատ մոտեցում, որ մի ամսով ավելացնում եք, բայց վրանը հանեք։ Հետո մեկ շարունակելով պայքարը առաջարկել են 2 ամսով։ Առևտրի բան են սարքել, մենք ասել ենք ոչ։ Սոցիալական աջակցությունը պիտի լինի անժամկետ, հաշվի առնելով, որ մենք լավ տիրապետում ենք արցախայության իրավիճակը ստեղ մայր Հայաստանում, որ դա ոչ բավարար է պետության կողմից, բոլոր են միջոցները, բոլոր են հարցի լուծման մոտեցումները, իրենց կողմից ուրեմն եղել է սենց ձևաչափ։ Մենք ձեզ խոսք ենք տալիս, որ բոլոր այդ հարցերին պատրաստ ենք քննարկելու ու բարեփոխելու այն կարևոր կետերը, որ ժողովրդի արցախայության համար հասանելի լինի, որ ժողովուրդը կարողանան այդ կարգավիճակում, այդ ծանր ժամանակ օգտվելով Հայաստանում ինտեգրվեն հայ ժողովրդի հետ։ Ժողովուրդը, շարունակեմ միտքը բանկա, ժողովուրդը ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի արցախայություն, ձեզ բոլորին խաբել են, որովհետև 2 ամսվա մեջ մենք ասել ենք, որ այդ ժամկետը բավարար չի, բայց իրենց համար մենք եկել ենք այն եզրակացության, որ կրկնապատիկ էլի խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, որ այդ շարժումը թույլատնեն, ու այդ հիման վրա էլ տված է եղել այդ խոստումները։ Ընթացքում այդ խմբերը, որ հանդիպել են կառավարության իշխանության ներկայացուցիչների հետ, բոլոր են կարևոր կետերը, որ սկզբնական շրջանում խոսք են տվել, նորից եմ կրկնում այս խոսքը, խոսք են տվել, որ անդրադառնալու են ու բարելավելու են, այդ կետերի փոփոխությունները մտցնելու են, սկզբնական շրջանում հենց իրանք էլ դրանից ասել են, որ այդ հարցերը չի քննարկում, որովհետև մենք կարանք խոսքի այն փոքրաթիվ այն ինչ որ փոփոխություններ մտցնելու այդ հարցերի շուրջ։ Ես առաջինը որպես խորհրդի անդամ դեմ եմ եղել, որովհետև մեր խոստումները եղել է այս ձևաչափով, որ մենք եթե 15-20 օրվա մեջ տեսնում ենք, որ կառավարությունը չի գնում իր խոստված խոստումների հիման վրա այդ փոփոխությունների, մենք դադարեցնում ենք այդ բանը կառավարության հետ բանակցությունը ու շարունակում ենք պայքարը։ Ամեն 10 օր, որ պիտի իրազեկենք, չեն իրազեկել, որովհետև իրազեկելու բան չկար, դրա համար չեն իրազեկել։ 10 օրը դարել է 20 օր, 20 օրը դարել է մի ամիս, ամս ու կես, ժողովուրդը եկել է իրաց խոստում, իրաց 2 ամսվա որոշում կայացրած սոցիալական աջակցության այդ բանը աջակցությունը արդեն ստացել են, ու նույն իրավիճակում են հայտնվել այդ մարդիկ, որ նորից էլի վաղը հայտնվելու են էլի փողոցներում ու էլի այդ արտագաղթի, որ ասում է, վտանգը էլի բանարացած ժողովրդի։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ արցախցիները նորից այստեղ հոց բազմություն հավաքվի, վրաններ տեղադրեն, այսինքն խոչընդոտ որևէ կա, որ նորից սկսեք, եթե այդ ճնշման տարբերակն է անցնում կառավարության մոտ, նորից այդ մեթոդով ճնշեք։ Ոչ մի բան էլ չի խանգարում, բացի անձերի, ես արդեն այսօր շեշտելու եմ ամեն ինչ, բացի այն անձերից, որոնք իմ համոզմունքով համագործակցում են իշխանության ներկայացուցիչների հետ։ Ում մասին է խոսքը, անունն տարբեր արցախցիների մասին։ Արցախցիների մեջից էլ կան այդ մարդիկ։ Դե խորհրդի անդամներից հա, թե եթե այս իրավիճակը հայտնվել եք,
այս իրավիճակում նույն ձևի հայտնվել եք, ուրեմն դա այդ մարդկանց բաց թողումներն է, այդ մարդկանց հավատքն է կամ ինչն է, որ հավատացել են իշխանությանը, կառավարությանը, որ գնացել են այդ քայլերին։ Չէ, մի րոպե, դուք համագործակցել բառը ասացիք, այսինքն բարեխիղճ մոլորության մեջ են թե օգտագործում են, որովհետև եթե արդյունքներ չկա, հաշվի առնում, որ համագործակցել եք, իշխանության, կառավարության օրակարգով եք շարժում, որ Ես չգիտեմ, թող ամեն մարդը ժամանակի ընթացքում կպարզվի, բայց ես չէ ձևավորված, ինչու եթե որևէ Գիտեք, երեք ես խորհրդի բոլոր անդամները տեղյակ չէին լինելու, թե ինչ կուլիսային միգուցե խոսակցություններ եղել, այդ դեպքում խորհրդի ձևավորումը ինչ նպատակ եւ ինչ նշանակություններ ունենա։ Բերեք ես անձամբ խոսքի չմանրանամ խորհրդի կոնկրետ որ ասում է այդ բանը։ Ես իմ հայտարարությունով արդեն ներկայացրել եմ խորհրդից, որ դուրս եմ գալիս, ու ես այդ պատճառներն ներկայացրել եմ, ինչի համար եմ դուրս գալիս։ Ես այդ համարձակությունը ունեցել եմ, բոլոր մնացած մարդիկ էլ թող այդ համարձակությունն էլ ունենան, դուրս գան կամ էլ ասեն ինչա կատարվում։ Ես նորից եմ ասում, իմ գնահատականս ամենակարևորը, որ ժողովուրդը պիտի տա։ Եթե ժողովուրդը այս իրավիճակում, նույն իրավիճակում է հայտնվել, այն ինձ համար հարցը դրա մեջ է։ Մի րոպե մեզ լսողներին, որպեսզի ավելի պարզ լինի, պարոն Իսրայելյան։ Վրանները տեղադրվեցին, պահանջները հայտարարվեցին, կառավարությունը ճիշտ է որ փափուկ բարձ դրեց, այսինքն ձեր գլխի տակ, ասեց հանեք վրանները, այս հարցը կլուծեմ, հանվեց վրանները, ոչ մի հարց չլուծեց, բայց ձեր վիճակը մնաց նույնը։ Կոսմետիկ ինչ որ լուծումներ տվել են, էդի որ էլի հարցի լուծումը չի, բայց սոցիալական աջակցությունը, որ սկզբնական շրջանում ասել ենք, որ պիտի լինի դա անժամկետ, մինչև ամեն մի արցախցի չբավարարվի կամ բնակարանային այդ բաների այդ Յախային օգնության կողմնակիցն, այսինքն ասում են ոչ բոլորը պիտի այդ օգնությունից օգտվեն, նրանք, որոնք միլիոններ ունեն, ինչ պիտի օգտվեն։ Այդ որ ասում եք ինչ հարցերի շուրջ, նայ, դες ինչ process է գնում։ Վերցրել են փախստականների ցեղասպանությունից փրկված ժողովրդի մեջ մցրել տարանջատման process։ Վերցրել ժողովրդին բաժանում են, ասում են այս մարդիկ խոսքի խոցանելի, խոցելի խումբեր են, դրանց բեր բան անենք, խոսքի ուշադրություն եք դարձնում, փոփոխություններ եք մտցնում, այս մի խմբին էս ենք անում, մյուս խմբի, ինչ խմբի մասին է խոսքը գնում։ Ցեղասպանությունից փրկված 150,000 մարդ է ձեր մեղքով, ձեր սխալներով, ձեր բացթողումներով հասել այդ իրավիճակին։ Կապ չունի ինչքան ունևոր են այդ մարդիկ, ջիպերով են եկել, ինչ են եկել, պիտի բոլորին նույն օգնություն։ Պիտի հավասար բավարարեն բոլոր այդ հարցի լուծումները, որ մարդիկ հայտնվել են այդ իրավիճակում։